ինձ շատ են հարցնում, թե վերջին ինչ տեղի ունեցավ իմ կողմից հրապարակված մարտի 21-ի պրոթուրքական կուսակցության հիմնադիր համագումարի վերաբերյալ։ Եվ հիմա այս տեսանյութով մանրամասն ներկայացնում եմ, թե ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն, մարտի 21-ին մեզ ապօրինի ընդգծում եմ ոչինչ չանելու համար ձերբակալեցին։ Մեզի ձերբակալում են, այսպես ասած, օրինական պահանջը չկատարելու, բայց այդ օրինական պահանջը հակաօրինական է, որտեղ ոստիկանությունը նման օրենքը խախտող, հակասող պահանջ չեն կարող տալ։ Այդ ձերբակալության իմաստը կայանում է նրանում, որպեսզի մենք չկարողանայինք ներկա գտնվել այդ պրոթուրքական կուսակցության հիմնադիր համագումարին, որ չարձանագրենք օրենքի պահանջների ընթացակարգերի խախտմամբ կայացվող այդ պրոթուրքական կուսակցության հիմնադիր համագումարը։ Բայց անկախ ամեն ինչից, որ մեզ ձերբակալել էին, ի ուրախություն մեզ բոլորիս, մեզ հաջողվել է այդ հիմնադիր համագումարը տեսաձայնագրել։ Եվ հիմա ժողովուրդ ջան, ներկայացնում եմ խայտառակություն, թե ինչպես է Հայաստանի Հանրապետություն ուժային կառույցների հովանու ներքո մարդկանց ձերբակալում, որպեսզի օրենքի խախտումները ծածկադնփոց անեն, որ Հայաստանի Հանրապետություն հիմնադրվի պրոթուրքական կուսակցություն։ Ուրեմն, համաձայն տեսանյութի, որը հանդիսանում է անհերքելի փաստ, այդ հիմնադիր համագումարի ընթացքում տեղի է ունեցել քվեարկություն։ Հիմա այդ քվեարկության տեսանյութը դիտեք։ Եվ այսպես քվեարկության արդյունքները պատրաստ են։ Քվեարկության արդյունքներով 87 կողմ, 3 դեմ եւ 6 ձեռնպահ ձայների բաշխման կուսակցության նախագահ է տնվում Ռոման Միքայելի Նազարյանը։ Բոլորդ ուշադիր լսեցիք, չէ՞, քվեարկության արդյունքները, որ 87 կողմ, 87 կողմ, 3 դեմ, 6 ձեռնապահ եւ 6 ձեռնպահ ընդհանուր առումով 96 հոգի քվորում էին ապահովել։ Եվ բոլորը տեսակ, թե ոնց էին իրենցից գոհ ուրախ ծափահարությունների ներքո հայտարարեցին, որ Ռոման Նազարյանը ընտրվեց կուսակցության նախագահ։ Բայց ի դժբախտություն իրենց, ի ուրախություն մեզ, ասեմ, որ կուսակցության մասին օրենքի համաձայն թե հիմնադիր համագումարը, թե բոլոր քվեարկությունները հիմնադիր համագումարի ընթացքում պետք է ապահովեին 300 քվորում եւ ներկա գտնվեին բնականաբար 300 հոգի։ Բայց համաձայն քվեարկության անհերքելի փաստերով փաստվում է, որ 300 հոգի քվորում չի ապահովել, այդպիսով կուսակցության մասին օրենքի պահանջները չի կատարվել, այլ հակառակը այդ օրենքի ընթացակարգերի կոպիտ խախտումով իրականացել են կուսակցության հիմնադիր համագումարը։ Եվ տեսանյութներում երևում է, որ նույնիսկ դահլիճում 300 հոգի մարդ չկա։ Եվ հենց դրա համար էին մեզի ձերբակալել, որպեսզի մենք չարձանագրենք այդ խախտումները, որպեսզի իրենք հետագայում ճակերտավոր ասած օրենքով փաստաթղթերը ներկայացնեն պետռեգիստր եւ այդպիսով գրանցեին օրենքով, թղթերով օրենքով այդ կուսակցությունը։ Ու դեպքի կապակցությամբ ես դիմում ներկայացրել պետռեգիստր, ներկայացնելով տեսանյութը անհերքելի փաստերով, որ քվորումը 300 հոգի չեն ապահովել, ներկայացրել եմ կուսակցության մասին օրենքի կետերը, որի հիման վրա իրականացվել են խախտումները, եւ խնդրել եմ, որ կուսակցության մասին օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն մերժեն այդ կուսակցության գրանցումը։
եւ ինձ պատասխանել են, որ իգիտություն են ընդունում։ Հասկանում եք։ Ու ասեմ, որ երբ որ մեզ ձերբակալեցին, ոստիկանության աշխատակիցը մեզ ասեց, որ Խախտում է անում կուսակցությունը։ Միգուցե այնտեղ միջամտեք, այնտեղ Կուսակցությունը, որ այնտեղ եթե դուք գտնում եք, որ կուսակցության գրանցման ընթացակարգ է խախտվում, խնդրեմ, կարող եք դիմեցեք ինձ, ուզում եք իմ միջոցով եք ուզում իրականացնել։ Խնդիր չկա, ես համապատասխան զեկուցագրով հանդես կգամ եւ մի շորցում կներկայացնենք, որ նման դեպք է տեղի ունեցել իրականական անձանց, այո, այս Տեսած է, չէ, վիդեոյա։ Ահա, ես կխնդրեմ, եթե անձնական բանով կուղարկեք, եթե կարող եմ կցեմ։ այսպիսով ներկայացնելով անհերքելի փաստեր, որ այդ կուսակցության հիմնադիր համագումարը իրականացվել է կուսակցության մասին օրենքի ընթացակարգերի կոպիտ խախտումով, որ պետրեգիստրը պետք է մերժի այդ կուսակցության գրանցումը, բայց չի մերժում։ Հասկանում եք, ժողովուրդ ջան, ինչ է կատարվում։ Այսինքն ապօրինի ձերբակալում են ոչինչ չանելու համար, որպեսզի մենք չարձանագրենք այդ խախտումները։ Արձանագրելու դեպքում էլ չմերժում այդ կուսակցության գրանցումը։ Հետո խոսում են ժողովրդավարությունից, որ երկրում օրենք է գործում, ասենց, բայց կներեք արտահայտությունից համար պետական կառույցները իրականացնում են իշխանության քմահաճուկները եւ թքած ունեն օրենքի վրա։ Հետո ինչ որ մենք ոչինչ չենք արել, մեզի ապօրինի ձերբակալեցին։ Դա ոչ ոք ինչի հետաքրքրում։ Ում ուզենան, երբ ուզենան ապօրինի կձերբակալեն։ Եվ միջ այսօր իմ դիմումի համաձայն ոստիկանություն, որ ներկայացրել էին իմ ձերբակալության նյութերը ինձի տրամադրեն, չեն տրամադրել։ Որովհետև չեն կարող տրամադրել, որովհետև այդ ձերբակալությունը իրականացվել է ապօրինի։ Այս երկրում ենք ապրում, ժողովուրդ։